լավաշով, վայրի կանաչիներով բրդուճներ, որի համից չեք հագենա։ Ես այսօր որպես միջուկ վերցրել եմ ղանձիլ, կարելի է օգտագործել շուշան, փափուկ, թելուկ, իսկոտ, փիփերթ եւ այլն։ Նախապես մաքրած լավ լվացած ղանձիլը կտրատում ենք, գցում ենք եռման ջրի մեջ, եփում ենք 5-ից 7 րոպե, համեմում ենք աղով։ Կոտրում ենք 3 ձու, 1 ձվի դեղնուց առանձնացնում ենք լավաշի վրա քսելու համար, ըստ ճաշակի համեմում ենք աղով եւ սև պղպեղով։ Կարագի վրա մի փոքր բուսայուղ ենք լցնում, ավելացնում ենք խաշած կանաչին, տապակում ենք 1-2 րոպե, վերջում ավելացնում ենք հարած հացիկները։ Վայրի կանաչիների նուրբ համճկով ցնելու համար ես դրանք պատրաստում եմ առանց սոխի, փորձեք, վստահ եմ դուք էլ կհավանեք։ Լավաշից երկար կտորներ ենք կտրում, ծայրին դնում ենք միջուկը եւ այսպես հեշտությամբ գեղեցիկ փաթաթում ենք տալով եռանկյունու տեսք։ Ծրաների վրա քսում ենք 1 ձվի դեղնուց, դնում ենք ջեռով, սպասում ենք մոտ 5 րոպե, ջերմաստիճանը 180 աստիճան։ Ստանում ենք կարմրաթու, շախորժելի տեսք ունեցող, խրխրթան լավաշով եւ համեղ միջուկով եռանկյունիներ, մատուցում ենք սխտոր մածունով եւ անուշ ենք անում, բարյախորժակ։ Իսկ դուք մի մոռացեք հավանել տեսանյութը, ընկերների հետ կիսվել այս համեղ բաղադրատոմսով եւ բաժանորդագրվել իմ էջին։ Իմ խոհանոցում ամեն ինչ շատ պարզ եւ տարբերվող է։ Առայժմ